Ինչ ա պատահել, քեզ նման չես։ Հարկային ստուգում էին բացել մոտս։ Դե դու անհանգստանալու բան չունես, միշտ տպում ես ՀԴՄ կտրոնը։ Տպում եմ, բայց արի ուտես, որ տուգանել են 350,000 դրամ մի փոքր մարզային խանութը։ Բայց ինչի համար են տուգանել, եթե տպել ես ՀԴՄ կտրոնը, չեմ հասկանում։ Պարզվում է, նույնիսկ եթե ապրանքի գինը, անվանումը ճիշտ ես գրել, բոլոր այլ կանոնները պահպանել ես, բայց խառնել ես ԱՏԳ-ԱԱ կոդը, նույն տուգանքն է, ինչ եթե չես տպել ՀԴՄ կտրոն ընդհանրապես։ Ախր ես հարկ չեմ թաքցրել, չի կարելի օրինակ զգուշացնել կամ ուղղորդել։ Ես էլ երևի մյուսների նման պետք է սկսեմ ՀԴՄ կտրոն չտպել, եւ հարկ թաքցնող եւ հարկ չթաքցնողը տուգանվում է։ Ընկերներ, այս խնդիրները քարտեզագրվել են Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող ՓՄՁ պետություն մասնավոր երկխոսության հարթակում։ Եվ ինչ ասեցին նախարարությունները։ Քարտեզագրումից հետո խորհուրդը համակարգող ՎԶԲ Հայաստանի ներդրումային խորհրդի փորձագիտական թիմը ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակել են օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով ձեր դեպքերի համար, երբ ապրանքի կամ ծառայության անվանումը եւ գինը ճիշտ է արտացոլված, բոլոր այլ պարտադիր պայմանները պահված են, իսկ սխալ է ԱՏԳ-ԱԱ կամ ԱՏԳ-Դ կոդը, այսուհետ տուգանք չեն կիրառի։ Առաջին անգամ բացահայտման ժամանակ կիրառվելու է նախազգուշացում, երկրորդ անգամ 50,000 դրամ տուգանք։ Ինչ լավ է, կարևոր է, որպեսզի պատասխանատու հարկատուները նման դեպքերի ժամանակ ոչ թե տուգանվեն, այլ նախազգուշացվեն։ Համագործակցությունն է երկրի բարեկեցության հիմքը։